Հայ հեղափոխական դաշնակցությունը սպասվող խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, դաշինքով մասնակցելն ամենաարդյունավետ միջոցն է Փաշինյանին իշխանական աթոռից զրկելու։ Մենք շեմը հաղթահարելու խնդիր բացարձակ չունենք, բայց մեր նպատակը այս ընտրություններին 4, 5, 8 կամ 10 падգամավոր ունենալը չի։ Մենք նախընտրում ենք դաշինքային ձևաչափ, որպեսզի այդ դաշինքի արդյունքում նորից եմ կրկնում, մեկ տեղելով մեր ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ արդյունք գրանցեն։ Ում հետ դաշինք կկազմի ՀՅԴ-ն, ով է լինելու դաշինքի ղեկավարը, չի շտապում ասել Իշխան Սաղաթելյանը։ Ասում է դեռ չեն քննարկել, բայց վստահեցնում է ամենաէֆեկտիվ դաշինքն է լինելու։ Ես չեմ կարծում, որ դժվարություններ կամ մեծ անակնկալներ կլինի։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ դաշինքի այսօրվա դաշինքի հիման վրա կձևավորենք նոր, ավելի ազդեցիկ, ավելի հավակնոտ դաշինք։ Արդյոք չեն դիտարկում Հայաստան խմբակցության գործընկերների հետ նորից դաշինք կազմելու հնարավորությունը։ Սաղաթելյանն ասում է, բնականաբար առաջինը հենց նրանց հետ են քննարկումներ ունենալու։ Առաջինը կխոսենք մեր գործընկերների հետ, կունենանք որոշակի համաձայնություններ, դրանից հետո ընդլայնման եւ մյուս հնարավորությունները կքննարկվեն։ Սաղաթելյանը համաձայն չէ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի, ինչպես նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությունների հետ, թե Հայաստանի նախկին նախագահների մասնակցությունը ընտրություններին մեծացնում է Փաշինյանի վերընտրվելու շանսերը։ Նա դա անվանում է նիկոլական խոսույթ։ Այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ պետք է ընտրություններին ձևավորել, մասնակցել մի քանի խոշոր դաշինքներով։ Ըստ Իշխան Սաղաթելյանի, մեզ սովորական ընտրություն չի սպասվում։ Այդ ընտրության արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականության ճակատագիրը։ Այն լուրջ հնարավորություն է լինելու Փաշինյանի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Հետևաբար, ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս համախմբվեն եւ ամբողջ ռեսուրսը ծառայեցնեն Փաշինյանին հեռացնելու նպատակին։ Ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն շատ ամբիցիաներ, տարաձայնություններ եւ մեկտեղ են իրենց ուժերն ու հնարավորությունները ձևավորեն առնվազն 2, 3, 4 ազդեցիկ բլոկներ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել եւ երկրորդ գրանցել ավելի արդյունավետ արդյունք մեր գլխավոր նպատակը այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Անկախ նրանից ընդդիմադիր քաղաքական ուժերը ինչ ֆորմատով կմասնակցեն ընտրություններին, կան հարցեր, որոնց շուրջ համագործակցելն անհրաժեշտ է, ասում է Իշխան Սաղաթելյանը։ Եկեղեցու պաշտպանություն, միմյանց չթիրախավորել, քաղբանտարկյալների հարց, ընտրությունների վերահսկողություն։ Այս հարցերի շուրջ է, որ ընդդիմադիրները անկախ իրար նկատմամբ ամբիցիաներից պետք է ունենան հստակ միասնական դիրքորոշում։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։